Je veux rire et chanter et saouler ma peine pour oublier le passé qu'avec moi je traîne. Apportez-moi du vin fort car le vent délivre. Versez-moi encore pour que je m'enivre. Еще много раз, еще много раз. Մազերին կոծուվել և իպոքին ճահել կարոտից կորոսվեց դու սևուկ մազով հանցնում ես նազով ինչ կապուտ են աչքերը դու սևուկ մազով հանցնում ես նազով դու զարկանցից ես դու սևուկ մազով հանցնում ես նազով ինչ կապուտ են աչքերը դու սևուկ մազով հանցնում ես նազով դու զարկանցից ես դու պետք է քո կայլով Ողջույն, հոկտեմբերի 12-ն է, Իրաքի օր, Երևանի 2807-ամյակը, ժամը 2:05։ Դեռևս Շարլ Ազնավուրի հրապարակ։ Դեռ Շարլ Ազնավուրի հրապարակն էր, հիմա սենց փողոցով քայլում ենք դեպի հրապարակ։ Հրապարակի համերգը լինելու ժամը 9-ին, մինչև այդ այնտեղ ոնց որ ոչ մի բան չկա, Սախարովի հրապարակում խաղալու տեղեր են, փողոցները փակ են։ Սիսային Բողոկայում գինու փառատոնն է, Գարեջրի փառատոնը Ձյաննա Աբգարի այգում է, այնտեղ հայկական պարեր էին պարում, բայց չտեսա ովքեր։ Այսպես գնում ենք դեպի Կասկադ, այնտեղ այսօր ջազ համերգն է, իսկ Շարլ Ազնավուրի հրապարակում էստրադային համերգն է։ Մնացածը չեմ հիշում որտեղ են, ընթացքում տեսնենք, կհիշեմ։ Տարբեր ռեստորաններն էլ կան ստեղ ուտելու, խմելու, լիքը բաներ կան։ Կասկադ, ժամը 4-ին 5 պակաս, ժամը 4-ին եկել ենք Հայաստանի պետական ջազ նվագախմբի լսելու, առավոտյան ժամը 12-ին էր Երևանի քաղաքապետարանի փոխային նվագախումբը, այսինքն այսօր ամբողջ օրը Կասկադում լինելու է ջազ, դեռ չի սկսվել, գնում ենք այնտեղ, բեմը այնտեղ ատերած։
Գարեջրի փառատոնից բացի նաև ռոք համերգ կա։ Հիմա ավելին է։ Ազնված կանամքի սեփական մենություն է։ Երեք դիջեյեր։ Ազնված կանամքի Հասա Բյուզանտ Կողբացի խաչմերուկ։ Այն կողմում Seasons-ի այգին ռոք համերգ և գարեջրի փառատոններ։ Հիմա գնում եմ դեպի հրապարակ։ Ժամը 9-ին այնտեղ համերգ է։ Պետք է գնայի Կասկադ, բայց չեմ հասցնում հիմա։ Կասկադում պետք է ելույթ ունենար Արտոց Բոյաջյանը, բայց հիմա գնում եմ դեպի հրապարակ։ Սենց Բյուզանդով քայլում եմ դեպի հրապարակ։ Ասա Ամիրյան, այս կողմից Բյուզանդն է։ Բյուզանդից սկսած ճանապարհը փակ է ու սենց դեպի հրապարակ։ Եկանք հասանք հրապարակ Թաթայի համերգին։ Ճանապարհին մտանք Ֆրանկ բայպաստը հաց ուտելով։
ինքա չլացնես Արաստել ես դու Թե հիշում ես ու նորից ինձ ետ կանչում Знаю, мама, Армения, ты ждешь меня Где-то далеко, а за ними Армения моя Знаю, мама, Армения, ты ждешь меня На земле, Ես կտեսնեմ պատուղում Երևանը, Երևանը Անգին քարը մալպես Երևանը Ամեն տարի կարնանը Ձիծերնակի պես Ես ուսում եմ թե բարնը Թե չանհասնեմ ձեր
13-ն է, Ինեսայի վիդեոյի մոնտաժը նոր ավարտեցի, 8 աստիճան է, լավ ցրտել է, առավոտյան լրիվ անպամած էր, անձրև եկավ և այլն, բայց հետո արև դուրս եկավ։ Ուրեմն ինչն էր հետաքրքիր, երեկվա մեր հաղորդումը հենց հրաժեշտ տվեցինք ու Վազգեն Սարգսյան փողոցով շարժվեցինք դեպի մեր մեքենան, Գոլայինստուն դեպի։ Մեկ էլ հանդիպում ենք Ինեսային ընկերոջ հետ իրա։ Շատ հետաքրքիր էր, որտև այդ հանդիպումը հնարավոր չէր։ Ոչ զանգով, ոչ ինտերնետով, այդ հրապարակում այնքան մարդ էր, ոչ մի բան չէր բռնում, էլի։ Բայց հանդիպեցինք։ Հիմա նայելուց շատ ափսոսացի, որ մտքովս չանցավ, ասեի մի հատ Ինեսան մեր հանդիպումը նկարեր։ Կարենք մի հատ էլ 4 հոգով հրաժեշտ տայինք իր հաղորդման համար։ Լավ, բայց հանդիպումը, ասեմ, շատ տեղին էր, որտև համ անձրև եկավ, դե երեխեքին տարանք տուն, համ անձրև եկավ, համ Աբովյանով, որ անցնում էինք, էդ ինչ սոսկալի քանակ էր մարդկանց, կանգառում կանգնած ավտոբուսի։ Այտենց, դե վերջ։ Լավ մնաք։